Հա, impeachment-ի մասով տեսեք, խորհրդարանական երկու ուժերը հայտարարել էին, որ իրենք չունեն վարչապետի տեխնացու, իրենք չեն նախաձեռնելու impeachment-ի գործընթաց, սակայն եթե լինի նման նախաձեռնություն եւ վարչապետի տեխնացու, իրենք կմիանան։ Եվ ԿՊ-ից հեռացված երկու падգամավոր դիմել էին ինձ, ես իմ համաձայնությունը տվել էի եւ իրենք առաջադրել էին, որից հետո երկու ուժերն էլ չմիացան process-ին եւ հիմա գիտենք, որ հանրապետական կուսակցությունը առաջադրել է իր տեխնացուին։ Այսինքն ուժի մեջ է, թե ուժի մեջ չէ, դա կախված է խորհրդարանական ուժերից, եթե վաղը առավոտյան կամ հենց հիմա падգամավորները գնան Հակոբ Ասլանյանի աշխատասենյակ եւ ստորագրեն, այո, այդ process-ը կմեկնարկի, եթե ոչ։ Ես գիտեք, ես չեմ ուզում ուրիշ բառեր ասեմ, բայց ուզում եմ ասել հետեւյալը։ Impeachment-ի գործընթացի համար, որպեսզի Նիկոլ Փաշինյանի անվստահություն հայտնենք, 54 ձայն է պետք։ Եթե իրենք իշխանության հետ անհամաձայնություն ունեցող մարդկանց, ովքեր որևէ փուլում թեկուզ իշխանության հետ աշխատել են, ուզում են վարկաբեկեն այդ ձևակերպմամբ, ինչ հույսով են ուզում, որ ԿՊ-ից 20 падգամավոր գա այս կողմ քվեարկի։ Ես ուզում եմ հասկանամ, տհասությունը սահմաններ ունի մեր այսպես կոչված այդ ձեր ասած մարդկանց մոտ, թե ոչ։ Հիմա կապրենք, կտեսնենք։ Ամեն դեպքում ես չեմ, չէ, անվտանգություն տրամադրել Նիկոլ Փաշինյանի, երբ որ նա վարչապետի տեխնացու էր։ Իրենք են տրամադրել։ Հիմա ով է Նիկոլական։ Մի հատ կից հարց, պարոն Մարուկյան, իսկ ձեզ ոնց է թվում, հայ վարչապետի թեթև ձեռով Սամվել Կարապետյանը կարող է դառնալ ապագայում միացյալ տեխնացու։ Եվ կներեք, ելի ավելացնեմ, հիմա շատ են համեմատում Բիձինա Իվանիշվիլու հետ, դուք տեսնում եք այդպիսի նմանություն եւ այլն, եւ արդյոք դա կարող է լինել վարչապետի տեխնացու։ Սամվել Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, մեր սահմանադրությամբ նա չի կարող լինել վարչապետի տեխնացու, դա ակնհայտ է, ես չգիտեմ պարոն Կարապետյանի ծրագրերը, որևէ մեկս չգիտենք, նրանք չոր ենթադրություններ են, նա զուտ մի հայտարարություն է արել, որը ուղղված է եղել եկեղեցու որպես ինստիտուտ պաշտպանությանը, եւ սկսվել է այս հետապնդումը, որից հետո բանդից նա որոշակի այլ հայտարարություններ արել, որ արդեն վերաբերում են այլ արտաքին քաղաքականությանը, ներքին քաղաքականությանը, դատական իշխանությանը, նա այս պահին վայելում է, ես կարծում եմ, Հայաստանի ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիների մեծամասնության, գերիշխող մեծամասնության դրական կարծիքը, բայց դա ինչպես կկապիտալիզացվի, արդյոք ինքը քաղաքական պլաններ ունի թե ոչ, մենք որևէ մեկս չգիտենք, մենք չենք կարող ասել դրա մասին։ Ես նաև տեսնում եմ, որ բան էլ կա, այսինքն դիմադիր դաշտում այդ խանդն է կա որոշակի փորձել յուրաքանչյուրը քաշել իր կողմը, բան, երեք ամեն ինչ կախված է Սամվել Կարապետյանից, այս իմաստով նա ինչ մոտեցումներ ունի, բայց ինքը անձամբ, նաև որպես մենք գիտենք որ նա գործարար է, բարերար է, բայց քաղաքական գործիչ չէ։ Ինքը անձամբ չի կարող։ Ես տեսա որ Արսեն Թորոսյանը ինչ որ բաներ հայտարարություն էր արել որ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետ։ Ինչ են խառնվել իրար, ես չգիտեմ, ով էր ասել որ ուզում է դառնալ վարչապետ, որ իրենք էլ խառնվել էին իրար, չհասկացա անկեղծ։ Գիտեք նման համեմատություն ես էլ եմ լսել։ Չէ, Բիձինա Իվանիշվիլին Վրաստանում կարողացել է լինել։ Այո, հնարավոր է։ Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է։ Հիմա նման հնարավորություն բնականաբար կա։ Իսկ որ բայց էլ եմ ասում, ինքը պիտի մենք չգիտենք ինքը ինչ պլաններ ունի։ Այդ մարդը եկել է իր հոր 40-ի միջոցառմանը մասնակցելու, հետո եկել է եկեղեցի պատարագի ու կալանավորվել է։ Հիմա ասենք ինչի մասին է քննարկում, էլի։